Դա абսուրդ է։ Ուղղակի դրոշ պետք չի վառել։ Հիմարություն է, որտեղ դրոշ վառելով ոչ մի հարց չի լուծում։ 1918 թվականին հայերը ցեղասպանել են մեզ, Թուրքիան էլ երկրորդ օրը պաշտպանում է։ Դու հասկացար քո նահանջի տեղը, երբ հետքայլ արեցիր, տեղ ազատվեց, իշ դրվեց։ Մեզ ցեղասպանվածից վերածում եք ցեղասպանողի։ Հիմա բադահի որ ամբողջ աշխարհը ընդունի հայոց ցեղասպանությունը, որուն դեմ չեմ, եւ Թուրքիան չընդունի։ Մեր օգուտը որն է։ Գրնագսելի։ Այ պետք է հենց Թուրքիան պետք է ընդունի։ Բայց Թուրքիան զորով չի ընդունում։ Պիտի չընդունի զորով։ Ինչ գայնացեք։ 7-րդ անգամ կրկնում եմ, չընդունելով Արցախում արեց, վաղը Սյունիքում է անելու, Երևանում, հասկանում եք ինչ եք ասում։ Հասկանում եք ինչ եք անում, երբ չի ընդունում։ Բայց 30 տարի մենք արիք չունենք Արցախի հարցը լուծելու։ Հոլոկոստ չան այլևս, Գերմանիան ընդունել զղջացել է եւ հрьяաների մազին չի կպնի։ Թուրքիան եւ Գերմանիան նույնը չեն, բարոն Հուսիկ։ Իմ ասածը սա է, պետք է տանել, ընդունել, տալ։ Մենք հիմա ունենք խաղաղություն եւ չունենք պատերազմ։ Եվ դա ամենակարևորն է, մեզ ժամանակ է պետք։ Սա զինադադար է, խաղաղություն չէ, զինադադարի ժամանակ։ 30 տարի էլ է զինադադար եղել։ Թող 30 տարի զինադադար լինի։ Եղել է։ Զարգացեք, հզորացեք, նոր կարացեք, ձեզ պաշտպանեք։ Ես միշտ քննադատել եմ ներկա իշխանությանը։ 2012 Այլի վերամբարձ բան եք ասում։ Դուք կյանքը չգիտեք։ 2000 ասում ես Նիվարքյան այո։ Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանելով ինքն է բերել այդ պատերազմը։ Ես մեջբերումներ եմ կատարում իրենից։ Ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ։ Դուք ամեն օր ասում եք ձեր իշխանության հետ միասին, որ մենք ամուր պետությունն ամրացնում ենք, Այո, որտեղ պետությունը ամրանում է նաև երբ որ քո հարևանները ճանաչում են քո տարածքային ամբողջը։ Թրիփը լինելու է հայկական սուվերենության ով է ճանաչել։ Ի տարբերության Զանգեզուրի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ով է ճանաչել։ Այո, դեռ ժամանակ կա։ Խոսիր հոգեվորականների մասին։ Հարգիր քո եկեղեցին, հարգիր քո Մեկ րոպե։ պատմությունը, այդ ամենը հարգիր։ Եղբայր 35 տարի ինչ էի կանում, լափելուց Հյուսիսային պողոտաս արկելուց։ Իրամ մամի հալա։ Ձեզ չեմ ասում։ Ինքես չի ասում։ Լափել եմ, գիտես ոնց է լափել։ Ոչ։ Ես ճանաչողներ, ես լափել եմ 35 տարի ասպետությունը։ Ձեզ չեմ ասում, մեր հասարակությունը։ Բայց կբեականները։ Կբեական չեմ, ես ընդամենը Միևնույնն նրանց խոսույթն է, դու թուրքի խոսույթ ես օգտագործում այստեղ։ Ես վիրավորում ես։ Ես չեմ վիրավորում, թուրքի խոսույթ է սա։ Կարող ենք պատերազմը կանխել իրավիճակը։ Մենք կարող ենք պատերազմը կանխենք, եթե 35 տարի մենք պատրաստվում ենք պատերազմի, Գազայի պես թունելներ փորենք ու այսօրվա Արցախի ղեկավարությունը մտածել, որ ինքը 35 տարի հետո կարող է գերության մեջ լինի։ Մենք պետքա տրանշեաներ փորենք, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, որ չի արվի։ Գրեք Աստվածաշունչ։ Ես մեջբերում եմ կատարում Նիկոլ Փաշինյանի ավելի նոր կտակարան ավելի շատ կար, քան զրա բաշխում։ Այդ դրա պատճառով ենք մենք պարտվել։ Բարև ձեզ Արևելքի հարթակով, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք բանավեճ Սակո Արյանի հետ հաղորդումը, այսօր արդեն մեր 4-րդ հաղորդումն է, այսօր հյուրերս բանաստեղծ Հուսիկ Արան և արդի արվեստի գործերով ներկայացող Արթուր Լոմ Պետրոսյանը։ Այսօրվա թեման ուրեմն բանջարդիրություն, գիտեք ապրիլյան ամիս, ցեղասպանության ճանաչում եւ մյուս կողմը ինչքանով այս բանջարդիրությունը գրնա ասենք ռիսկերու տանել հայությունը, հայ ժողովուրդը, Հայաստանը եւ այս թեմայով բարոնայք ցեզ մեզ սկսիմ հաջող բանջարդիրության մասին դուք դրական արտահայտված եք, ինչպես կպատկերացնեք այդ բանջարդիրությունը գործնական դաշտի մեջ եւ ինչ քաղաքական արդյունք կրնանք ապահովել թե միայն խորհրդանշական է այդ բանջարդիրությունը համեցեք Ուրեմն նախ պատմական արդարության վերականգնում մենք պետք է դրան հետամուտ լինենք այսօրվա պայմաններում մեջ ադի կդեղավորվի պարոն Հուսիկ եթե չի տեղավորվում պատասխանը լինում է Արցախի ցեղասպանությունը ինչպես մենք տեսանք եթե մենք ես գուցե հետո ասեի երբ ցեղասպանություն բարը քիչ մը ծանր չէ ոչ էթնիկ զտումը վերցեք դուք բարերով վարբեդ եք չէ վերցրեք կարդացեք չենտեղ կոնկրետ գրված է էթնիկ զտումը ցեղասպանություն է Արցախում կատարված է էթնիկ զտում գոնե մեկ հայ որպես համգրանային նմուշ
Եթե հա նախորդ ասում էին մեկ հայ պիտի թողնենք թանգարանում, այդ մեկ հայներն չեն թողել, հա։ Եթե դա չի, այդ էթնիկ զտումը, ցեղասպանությունը դա չի։ Եթե այսօր որ ամբողջ հուշարձանները մեր քրիստոնեական տաճարները եւ այլն ոչնչացվում են, բնակարաններ, ընտներ են, եթե դա չի նաեւ մշակութային ցեղասպան, հապա ի՞նչն է։ Անպայման յաթաղանով մորթելը դա էլ է եղել, մյուսն էլ տեսել ենք։ Հիմա անդրադառնանք, մի քիչ երևի հետ գնացինք, որ հետո պիտի ասեի, պատմական արդարության վերականգնում, որը մենք պետք է հետամուտ լինենք, ինչպես որոշ անկախությունից հետո հետամուտ ենք եղել եւ աշխարհի 30 շուրջ 30 պետություն ընդունել է, մինչև այդ ընդամենը մեկ երկիր էր ընդունել Ուրուգվայի, եթե չեմ սխալվում, 1987-ին, դեռ խորհրդային միության ժամանակ էր։ Ինչու է պետք դա պատմական արդարության վերականգնումը, որպեսզի ինչու աշխարհը դրան հակված չկրկնվեն ցեղասպանությունները, սա է ամբողջ խնդիրը, իսկ մեր ցեղասպանողը առ այսօր չի ընդունում, ներողություն չի խնդրում, չի զղջում, իսկ մեր հետ դարձի դեպքում մեզ մեղադրում է ցեղասպանելու մեջ եւ Թուրքիան, ես տեսել եմ հաղորդումներ, ինչպես լրագրողը թուրք ցուցափայտը ձեռքին ցույց է տալիս, ասում է Գիների դեպ, սա վանն է, այստեղ հայերը ցեղասպանել են թուրքերին ու արտասվում է, սա Կարսն է, այստեղ հայերը ցեղասպանել են թուրքերին եւ այլն, սա 1.5 տարվա, 2 տարվա տեսագրություն է, այո, նոր թարմ, եւ մենք տեսանք, որ 1915-ի պատասխանը, այսինքն շարունակությունը Արցախն էր, որովհետեւ քո թշնամին քեզ ցեղասպանողը չի ընդունել, չի զղջացել, սա է, որ ամբողջ մարդկությունը հակված է, ինչու Լեմկինը բանաձև ընդունեց, ինչու են հակված, չէ, որ Լեմկինը բանաձև ընդունեց հիմքում ունենալով հայոց ցեղասպանությունը, մինչ այդ ցեղասպանության եզրույթ չկար, եւ հոլոկոստը, որպեսզի 1915 թվականի եղեռնը, ջարդերը, այդ դեպքերը բնորոշի, եւ դա է ցեղասպանությունը, այդ եզրույթը, եւ պատահական չէ, որ Լեմկին ինստիտուտը արդեն մի 3-4 անգամ այս վերջի տարիներին մեզ խիստ դիտողություն է արել ցեղասպանության ժխտողականության մեջ։ Հասկանում եք, Հայաստանին նման նկատողություն են անում, սա արդեն ողբերգություն է։ Եվ սա է ամբողջ խնդիրը, որ մենք տեսանք շարունակությունը աշխարհում ֆիլմեր են ստեղծվել, եւ կան եւ Թուրքիա ստեղծել նաեւ Սպի ֆիլմը, Արտույտների ագարակը եւ այլն, սա միայն հայության խնդիրը չէ։ Սա հանցագործություն է մարդկության դեմ, ողջ մարդկության դեմ, ինչպես Արցախը, ինչպես Գազան, ինչպես այսօր կատարվող, չգիտեմ, այլ երկրներում կատարվողները տարիներ առաջ եզդիների ցեղասպանությունը, մյուս որ մեկն ասեմ, այդ ամբողջը մեկ բառով ասած, մեկ բնորոշմամբ, մեկ եզրույթով հանցագործությունը մարդկության դեմ։ Եթե մարդկությունը չի դատապարտում, չդատապարտեցին Հիտլերը լքնությամբ ասեց, ով է հիշում հայերի ջարդերը հրյաների հոլոկոստից առաջ արդարացնելով։ Այսպես բերում է մեկ ուրիշ ցեղասպանության։ Իսկ մարդկությունը վաղուց հոգնել է ցեղասպանություններ տեսնելուց, կոտորվելուց եւ այլն։ Մենք տեսանք, երբ պատասխան չտրվեց Արցախին, անմիջապես կրկնվեց Գազան։ Գազայից հետո մյուս տեղերն են կրկնվում։ Ես կարծում եմ, իսկապես երևի մարդկության համար կարևոր է ցեղասպանության հարցը եւ ճիշտ կլինի, որ մարդկությունը զբաղվի, ես սփյուռքահայությունը դա իր անձնական բանն է։ Մենք հայաստանցիներս առանձին ենք, մենք ստեղծել ենք մեր պետությունը եւ մեր պետությունը գոյատևելու, անկախ լինելու։ Այս 2 օր առաջ բանն էի կարդում Ռաֆայել Իշխանյանի 3-րդ ուժի բացառման օրենք։ Եվ 89 թվին պատկերացեք կար մարդ, որը ռացիոնալ էր մտածում։ Եվ իմ համար այդ իր խոսքը, որ ինչի եք Մոսկվայից ուզում Ղարաբաղի հարցը լուծել, մեկը չի տալու, գնացեք ադրբեջանցիների հետ, նստեք խոսացեք, թեկուզ ադրբեջանցիներն էլ չեն տա, բայց կարելի է մեղմել թշնամանքը, ստեղծել նորմալ բան։ Եվ մենք հույս դնելով ինչ որ ուրիշ 3-րդ ուժի վրա, մենք մեզ սարքում ենք մանրադրամ, մեզ անընդհատ վաճառում են, մենք հետո մեղադրում ենք ռուսներին, եվրոպացիներին, ամերիկացիներին, չգիտեմ, ում չստացվեց, բայց մենք մեզ չենք տեսնում։ Այսինքն մենք խնդիր ունենք այս 4 պետությունների հետ, որոնց հետ մենք պետք է գոյատևենք։ Ու այդ գոյատևության հարցը
Մենք պիտի լուծենք։ Մենք լիքը խնդիրներ ունենք։ Մենք մեր մոտ աշխատավորների իրավունքը պաշտպանված չի։ Մենք սոցիալական արդարություն չունենք եւ 100 ձևի մենք 22%-անոց աղքատություն ունենք։ Եվ այս ամբողջ հարցերը չլուծած մենք մեր հայացքը հառել ենք դեպի Արարատ։ Այ 35 տարի օգտագործելով որպես շիրմա Արարատը, Արցախը, գրաված մենք մեր հայրենիքը 35 տարի միջալից հետ ենք բերել։ Քանի տոկոսն է հայաստանցիներից ու սփյուռքից եղել այնտեղ։ Ես Շատ ճակատագրի բերումով 2 անգամ եղել։ Բանակը, որ մենք ստեղծել ենք, Մանդալոշկան դու գիտեք ինչ է։ Այդ ոչի լա։ Այս Դեմբելից այս գիտեք ինչ է։ Դա այդ բանակն է, որ ստեղծվել էր։ Այդ ամեն ինչ որ 35 տարի մենք հայրենիքը հետ բերեցինք, դատարկեցինք, թալանեցինք, դրոբոնի հանքը սաղ կերանք, անտառները կտրեցինք, ծախեցինք, ինչ որ կար, էթնիկ զտումներ մենք էլ ենք արել։ Այդ դատարկ տարածքներում ոչ մի բան չէր, այս վերաբնակություն Մենք որտեղ ենք էթնիկ զտում արել։ Կերբաջար, Լաչին, Ջեբրայիլ։ Այսինքն ո՞նց ենք էթնիկ զտում արել։ Եթե մարդկանց գալիս ես ասում ես 3 օրում ձեր բնակավայրը լքում եք, դա ի՞նչ է կոչվում։ Դա պատերազմական Համաձայն եք դուք, ոչ, պատերազմական իրողությունների ժամանակ նրանք նահանջել են։ Ոնց նահանջել։ Հա։ Վիդեո կա, որտեղ Մոնտենեկոնյանը 3 օր է տալիս։ Եվ Քելբաջարում կարող էին վերադառնալ ապրել, որովհետև մեկը խնդիր չէր դնում։ Եթե ճանաչեին Արցախի ինքնորոշումը, Արցախի անկախությունը, ոչ ոք չէր արգելելու նրանց վերադառնալ եւ ապրել այնտեղ։ Ինչպես։ Քրդերին Կուբատլից ինչ են դուսարել, մենք քո թուրք չի։ Եթե խնդիր դրա չէր։ Դուրս են եկել պատերազմական իրավիճակներում դուրս են եկել։ Բայց նույն ձևը կարելի է բացատրել։ Հիմա մենք ինչ ենք արցախցիների դուրս անում։ Հիմա գալը։ մենք ինչ ենք անում։ Գնում ենք, ասում ենք 1992-ին 3-ին ինչու Կուբատլից քրդերը դուրս եկան։ Հիմա գնանք այդ Չէ, ուզում եմ ասեմ, հայլային պատասխան կարա լինի։ Երբ որ մենք չենք գնում մեր հարևանների հետ եւ հնարավորության դեպքում մեզ մանրադրամ դնելով օգտագործում են։ Շատ հետաքրքիր է մանրադրամը որն է, Արցախի իր ինքնորոշման հարցն է բարձրացրել։ Բարձրացրել է։ Այո, եւ բոլոր ՄԱԿ-ի բոլոր կանոնադրություններով ամեն ինչով նրանք ինքնորոշման հարց գոյություն ունի համաշխարհային Ինքնորոշման հարցը որ մեկն է ճանաչել։ Անգամ Հայաստանը չի ճանաչել։ Մենք միացրել ենք Արցախը Հայաստան։ Դուք ասում եք դու չճանաչելն ուրիշ է։ Չճանաչելն ուրիշ է, գոյություն չունենալն ուրիշ, ասում եք գոյություն չունի։ ՄԱԿ-ում գոյություն չունի ինքնորոշման խնդիր։ Գոյություն ունի, բայց որ մեկն է ճանաչել, ով է ճանաչել։ Ճիշտ է դա։ Ով է ճանաչել այդ երկրները։ Ինչու օրինակ Հայաստանը ինչի՞ ճանաչել 35 տարվա։ Դե ուրեմն Հայաստանի ղեկավարներին հարցը տվեք։ Ես ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն եմ, ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանն եմ, եւ ոչ պետք է ճանաչեին 12540 կիլոմետրը ճանաչեին, օկուպանտ էինք լինում։ 4400 ճանաչեինք, ասել են բա մնացածը։ Ուրեմն դա ասում էին, առաջարկում էին ոչ փաթեթային լուծում։ Մենք այդ տարածքները վերադարձնում ենք ձեզ, որոնք մենք միշտ ասել ենք գրավյալ տարածքներ են, վերադարձնում ենք ձեզ։ Նաև այդ թվում Քելբաջարն ու Լաչինի տարածքները, որ կարող էին նորից գալ բնակեցվել, դուք ճանաչում եք արցախցիների արդարացի բարձրացված։ Բայց ոչ մի տիզականները կթողեին ցեզ այսպես խոսիլ այն ժամանակ։ Ինչ մի տիզական։ Ոչ մի տիզական այդ հողերը, որ նստում բանակցում էին, երբ Ադրբեջանը որևէ հարցում փոխզիջման չգնաց, որևէ հարցում փոխզիջման չգնաց, ինչ մի տիզական, ինչ բան, եթե խնդիրը լուծվում էր մի թիզականը ինչ մի ասեր։ 5 միլիարդ դոլար փող էր տալիս, որ հետ տա այդ տարածքները։ Ով կհամաձայնվեր Հայաստանում հանձնել։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իմ կարծիքով հրաժարական տվեց 98-ին սխալ ձևով, երբ որ կարելի էր թույլ չտալ հեղաշրջումը։ Բանակցությունների արդյունքում գնացել են, բանակցությունների արդյունքում մենք տեսանք, բանակցություններում անընդհատ քննարկվել է բանակցությունների արդյունքները Ադրբեջանի կազմում լինել, հրապարակվել է ամբողջ։ Ոչ ես եմ ամբողջը հրապարակված է։ Ոչ էլ դուք բանակցություններ, բայց ամբողջ Ղարաբաղի հարցը, ամբողջ բանակցությունների փաթեթը հրապարակված է։ Ամբողջությամբ Արցախի հարցը ոչ մեկ չի ասում, Արցախի հարցը միշտ տարանջատված է եղել։ Երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչվել, հակառակ դեպքում մեզ ագրեսոր կճանաչեին։
մենք ագրեսոր չենք եղել, որևէ պետություն, որևէ Այո, երկիր մեզ ագրեսոր բնիկ չի ճանաչել, Արցախ որևէ երկիր չի ճանաչել Արցախը, հասկացան չի առանց ճանաչել, արցախցիները իրենց ինքնորոշման խնդիրն են բարձրացրել, Հայաստանը եղել է նրանց անվտանգության երաշխավորը։ Արցախի ինքնորոշման հարցը բացառությամբ պիտի լուծել Ադրբեջանի կազմում։ Ով էր ասում լուծվելու էր այդպես։ Ռուսաստանն էր ասում, երկու անգամ Պուտինն է ճանաչել Ադրբեջանի Շատ բան է ճանաչել։ Եվրոպան է ճանաչել։ Հա, Բոլորը ոչ մեկ չի ճանաչել։ Պուտինը ռուս մարդը կարող է այսօր առավոտյան կամ վաղ առավոտ մի երկու բաժակ խմի, ներողություն այսպես բանից համար, հանկարծ նստի հերոստացով հայտարի հայերը էշի քուրակ են։ Պետք է այստեղ հրահանգ իջեցվի մեր կառավարությունից անձնագրային բանին, որ գրեք հայերի ազգության դիմաց էշի քուրակ ու գնանք Պուտինին ասենք, մի վարքեն, գնանք Պուտինին ասենք, դու ասեցիր էշի քուրակ մեջել գրեցի։ Ղարաբաղը ճանաչվել։ Շատ բան է ասել Պուտինը։ Ղարաբաղը ճանաչվել առանձին Ինչու էր Մինսկի խումբ Ինչի 2000 թվականին Ինչու էր Քոչարյանը Ղարաբաղը հանեց բանակցային սեղանից։ Ինչի Արդյոք Հայաստանը թվին է հանել։ Այո, այդ թվին է հանել։ Ինքն էլ է ասում, որ ինքն անել է։ Վիդեո էլ կա։ Ինչի դուք զսեցիք, ինչի դուք նախորդ իշխանություններ նախ Արցախը միացած էր Հայաստան, ինչի ինքը առանձնացավ Հայաստանից։ Որտեղ Ռուսաստանին պետք էր ստեղծել անկախ չճանաչված միավորներ եք անում։ Մենք նստած ենք միմյանց դիմաց։ Միշտ այդ բանավիճողները, որ Ես հիմա ասում եմ իմ միտքը, որ ինչի մանրադրամ օգտագործվել է Արցախ։ Միշտ ինձ բանը հարցակում են ինձ վրա, կարծես ես Լևոն Տեր-Պետրոսյանն եմ, Չէ, այդպեսի բան չի։ Ինչու, գնա ասա, պարոն Ռոբերտ Քոչարյան, ինչու։ Լավ, բան ուսիկ։ Ես ասում եմ, որ այդ հարցը լուծում չուներ։ Ես ես բացի ռազմական լուծումից։ Ինչը եղավ, մենք չենք պատրաստվել ոչ պատերազմի։ Դուք շրջանցում եք միջազգային օրենքները, դուք շրջանցում եք մարդու իրավունքները, դուք շրջանցում եք ամեն ինչ։ Ես ձեզ մեկ առ մեկ ասում եմ, որը կապված չի Քոչարյանի կամ մյուսի հետ։ Ասում եմ մակում այսպեսի բանաձև կա, մարդկությունն այսպես ընդունել է, որ այսպես պետք է լինի, դու բերում ասես ինչու։ Ես օրենքներ դու բերում եթե բանաձևներով լիներ, հարցը շուտվանից լուծված կլինի։ Հասկանում եք, որ բանաձևներով չի լուծվում։ Կարմինսկի խումբ ինչու էր ստեղծվել։ Ադրբեջանը երբեք չեն ճանաչել Ադրբեջանի կազմում բոլորն են ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում մենք մինչև 2020 Բայց լղիմի պատմությունը ուղղակի չեն ճանաչել, էթնիկ զտում անելու իրան։ Լղիմը ինչ էր։ Լղիմը առանցին սուբյեկտ էր, ամբողջ աշխարհի կողմից։ Այո, ինչպես գներես ոչ միայն լղիմը, եւ Նախիջևանը Սովետի մեջ կար, այո։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, եթե աշխարհի կողմից ճանաչվել է սովետական միության քարտեզը, նրա ներսում եղած բոլոր սուբյեկտներն են ճանաչվել։ Այդ թվում լղիմը սուբյեկտ էր։ Այո, դուք համաձայն եք, ով էր համաձայն, որ Արցախը լինի։ Պատահական չէր, որ ասած իսկ ուր է լղիմը։ Բայց մեր հասարակության քանի տոկոսներ համաձայն, որ լղիմի կարգավիճակով Արցախը մնար Ադրբեջանի կազմում։ Այդ հարցը մենք տվել ենք մեզ։ Խնդիր է։ Ես մի հարց ունեմ, ներողություն թվին, հեղաշրջումը ինչի համար եղավ։ Հենց այդ կարգի պատճառով, որ ուզում էին վերադարձնել լղիմը ինքնավար կազմի մեջ։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Գներեք, բարոն բանակցություններ եւ Արցախը ինքնորոշման հարցն էր բարձրացրել, որը իրավունք ուներ եւ ինքը ինքնորոշում էր։ Ժողովուրդ շատ ես չեմ ուզում մնալ Ադրբեջանի կազմում, ես ուզում եմ դուրս գալ։ Վերադառնանք մեր թեմային։ Ուզում եք բայց եղան համաձայնությամբ, պատերազմ եւ էթնիկ զտում ցեղասպանություն կատարեցին առամարելով, ոտնարելով այդ ժողովրդի իրավունքները, դա մարդու իրավունքները։ Բարոն Հուսիկ, միշտ էլ մարդկային իրավունքները արժեք չունեն աշխարհի մեջ։ Ցեզի հարցս, դուք զգուշավոր մոդեցում ունիք, ինչքան գիտեմ, ինչքան նկատած եմ, բայց այդ զգուշավորություն մեջ ինչ են ռիսկերը, մանավանդ որ հիշողության խնդիր կա, այսինքն ցեղասպանությունը մոռնալու կամ ցեղասպանությունը մեկ կողմ տնելու միդում չի գա, չսեմ, բայց ջիկ մգա, բամ մգա։ Ես ցեղասպանվածի թոռը, իմ պապաս Վանում 15 թվին ռուսների դավաճանության պատճառով փախել է Տիտվից, հետո որպես դաշնակցական փախել է Ռոստով բոլշևիկներ եկել են, հետո հետնիկ։ Ոնց կարանք մենք ժխտենք։ Դա աբսուրդ է։ Ասել որ Հայաստանն կամ ներկա կառավարությունը ուղղակի դրոշ պետք չի վառել, որովհետև դրոշը վառում եք
հիմարությունը, որտեղ դրոշ վառելով ոչ մի հարց չի լուծվում։ Հիմա վիրավորում եք այդ 100-ները, որ վաղը Այո, վաղը միսօր այդ ռուսական զորքը գնալու է, այդ 100-ներից կամ փախնելու են, կամ զոհվելու են։ Ոնց որ հիմա Հեզբոլան, այսօր մենք խոսում ենք, Իրանի դրդմամբ Իսրայելի դեմ պայքարում է, բայց հիմա երբ որ Իսրայելը կամ լեզու է գտնում Իրանի հետ, Հեզբոլան Լիբանանը զոհ է դառնում։ Լիբանանը զոհ է դառնում կամ ամեն շիիտական մասն է զոհ դառնում։ Այսինքն մենք նույն ձևի մանրադամ դառանք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեր համար դաշ եղավ։ Քաջազնունու գրածից, չգիտեմ, Լեոյի գրածից ոչ մի բանից մենք ոչ մի դաշ չենք քաղում, նորից կրկնում ենք, նորից ոգևորվում ենք։ Չեք հասկանում, որ մենք, եթե ուզում ենք այս տարածքում մնանք, մենք մենակ ենք մնալու։ Ու այդ մենակությունը մեզ բերելու է նրան, որ մեր այն անեկդոտի նման որ նապաստակը ընկնում է առուծի փոսի մեջ, ինչև է ձեռը առնում։ Ու ասում է, կներես, չգիտես խեմ եկել, որ ասում ներողություն։ Այ մենք կանգնել ենք այդ վիճակի մեջ։ Եթե մի քանի մենք կարանք, բացի դրանից, մենք ունենք այս պետությունը ու այլ այս պետությունից 29743 քառակուսի մետրից մենք այլ բան չենք կարա։ Եթե այլ բան ուզում ենք, նա պետքա պատերազմով վերցնենք։ Ահա, ուրեմն ես ձեզ ասեմ։ Դուք համաձայն եք։ Մենք չունենք 29743 քառակուսի Հաբա ինչ ունենք։ Չունենք, Ոնց չունենք։ ոնց թե։ Նկատի ունեք Սև լիջերու պատմությունը։ Դուք ժխտում եք արտգործնախարարության հայտարարությունը։ Դուք ժխտում եք այսօրվա իշխանության հայտարարությունը։ Որ ինչ։ Դուք դեմ եք այդ իշխանություն, դուք նրանց ստախոս եք ասում, Որ որ 240 քառակուսի կիլոմետր գրաված է։ Այո, հա գրաված։ հա, ուրեմն մի ասա ունենք, մենք այսօր չունենք այդ քարտեզը, մինուս 240 կիլոմետր որ տալիս է։ Հա, բայց ինչի դա տեղի ունեցավ։ Ասեք, որտեվ Հայաստանը չէր ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հարձակվեց մեր վրա, հապկը մեզ չպաշտպանեց, մենք մնացինք մենակ։ Հայաստանը ճանաչեց, բայց Ադրբեջանը չճանաչեց։ Այո, որտեվ մեր սահմանադրության մեջ գոռում էր, որ իսկ ինչ որ գոռում էր, լսեք, ինչ ալտերնատիվա դուք ունեք։ Գրենադեն կգնար, Դուք բանակ չունեք, դուք դաշնակից չունեք, ինչ ալտերնատիվա ունեք։ Պայքարել, պարտիզանական պատերազմ վերցնել, գնալ սարերը, ինչ եք ալտերնատիվան, ինչ եք դուք առաջարկում։ նորից ժխտում եք ձեր պաշտպանած իշխանությանը։ Եթե մենք բանակ չունենք, ապա ով է Ես երկու անգամ այդ բանակում եղել եմ, երկու անգամ էլ նախարարը։ Ինչ գործ ունի պաշտպանության նախարարը։ Այսինքն այն բանակը չունենք, որը հնարավոր է իրականացնի այն պաշտպանությունը։ Դա որ բանակն է։ Դուք ուրեմն ասեք այն բանակը չունենք կամ սպառազինվելու կարիք ունի, այն ունի։ Այո, բայց այդ սպառազինությունները մեզ չեն տալիս։ Դուք ասում եք չունենք բանակ, ուրեմն պաշտպանության նախարարը դառնում է առ ոչինչ։ Դուք վիրավորում եք եւ նրա անձը, եւ նրա զբաղեցրած դիպլոմատը։ Դուք վիրավորում եք այն բանակը, դուք վիրավորում եք ամբողջ։ Ամեն դեպքում դա այն բանակը չի, որը այսօր կարող է դիմադրել Թուրքիայի ու ադրբեջանական համատեղ դաշինքի։ Չենք ճանաչել Ադրբեջանի, չենք ճանաչել տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն եկավ գրավեց մեր Հայաստանը, մենք պիտի լռենք։ Ուրեմն այդ քարտեզը առայժմ Նիկոլ Փաշինյանը չպետք է բաժանի, որովհետև նա բաժանում է մի քարտեզ, որը Այսինքն պետք է սպասենք, որ դուրս գան, հետո բանակցությունների արդյունքում, որը երկու տարի առաջ մենք 4 գյուղ Տաուշի մարզից հանձնեցինք, որ հեսան նույն եկավ հասավ Բերքաբեր գյուղը, որտեղ կային 900 հեկտար, միտեղ 100 հեկտար, միտեղ 50 եւ այլն, որ պետք է ադրբեջանցիները ետ գնային եւ մեզ տային եւ առ այսօր չեն գնում, չեն տալիս։ Ու պահանջ են դրել մյուս տեղերից, նորից մենք հողեր տանք։ Սա է սահմանազատումը, սա է բանակցությունը միակողմանի տալ եւ որևէ բան չստանալ եւ չվերցնել։ Սա է այս ունենք շատ լավ փորձ, ոսկե բարի փորձը, որտեղ այսօր սահմանը դրած է եւ բանակցությունները իրենց արդյունքը տալիս են։ Այն որ Սյունիքը մենք դրված է, այս որ Բերքաբերում պիտի դրվի, դա կդրվի ժամանակի ընթացքում։ Այդ երբ է ժամանակը։ Եկել հասել են այդտեղ, այստեղ դրվել է, այստեղ պիտի դրվի։ Ամեն դեպքում մենք հիմա ունենք խաղաղություն։ Մենք հիմա ունենք խաղաղություն եւ չունենք պատերազմ։
Եվ դա ամենակարևորն է, մեզ ժամանակ է պետք։ Սա զինադադար է, խաղաղություն չէ, զինադադարի ժամանակ։ 30 տարի էլ է զինադադար եղել, թող 30 տարի զինադադար լինի։ Եղել է։ Զարգացեք, հզորացեք, նոր կարացեք ձեզ պաշտպանեք, նոր պահանջներ ներկայացեք։ Մեզ պետք է։ Այո, մենք պետք է մեր վրա ուշադրություն դարձնենք։ Չի եղել մինչև քարորիա։ Ասեք 22% աղքատություն ունեք, դրա մասին խոսացեք ավելի լավ է։ Աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն երկրում, դրա մասին Շատ խոսացեք։ վատ է, բայց Հիմա օլիգարխին ուզում եք բերեք իշխանության, որ ինչ։ Որ օլիգարխին։ Սամվել Կարապետյանի նույն ձևի թալանչի ռուսական Որտեղ է թալանել Սամվել Կարապետյանը։ Հեծը միջև ազգայնացնելը ես 2-3 հազար ավել էի տալի, հիմա քիչ եմ տալիս։ Նշանակում է ինձնից 35 տարի 2015 թվից այսքան թալանվել է։ Հեծը ձեզ թալանել է։ Այո։ Ես փաստեր չունեմ հակառակն ապացելու, բայց այդպես Փաստը ո՞րն է ասում եմ 2000-3000 դրամ, ես պակաս եմ տալիս նույն բանը վարելով։ վերցրեցին եւ հոսանքի անջատումները ավելի հաճախակի։ Ցեզի հարցում ունիմ, ցեզի։ Նույն քանակությունը ինչ որ եղել է։ Եվ կուզենայի ես անդրադառնալ ձեր խոսքի սկզբին, երբ ասում եք ոնց ասած, Սփյուռքը մենք չենք տարբերը անջատենք։ Մենք Հայաստան մի պետություն ունենք, այսպես ասած։ Սփյուռքը մերը չի։ Սփյուռքը Արարատն չպիտի նայ։ Ես ասի Սփյուռքը իրավունք ունի։ Արևմտա Հայաստանի գդրվածքով ինքը նկատի ունի Ես նկատի ունեմ, բեռնաբանջադիրությունը շարունակել։ ամենտեղ իրանց երկրներից բան, դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր միջել։ Կա հայ ժողովուրդ, կա հայ ժողովուրդ։ Ես Սփյուռքն ու Հայաստանը նույնպես հայեր են եւ պետք չէ տարանջատել։ Եվ երկուսը իրար դեմ նստած Վանեցու թորն իմ պապն էլ ինքնապաշտպանության մասնակից է։ Իհարկե դերձորով անցել է Սիրիայից 7 տարի մնալուց հետո է եկել հայրենիք։ Այո, այնտեղ որտեղ իր Սարգսաստանի մեջ ես եմ ծնվել մեծացել։ Ես նույնպես ցեղասպանությունից մազապուրծի ժառանգ եմ։ Ուրեմն դու արմատներով Եվ Արարատ լեռը իմ աչքի առաջ է։ Մտու քիչ առաջ ասում ես, հարած եք ասում։ Չէր երևում։ Բայց ես ծնվել եմ այստեղ։ Ես ինչ եմ ասում, հիմա դու ինչ ես ասում։ Լեր չի։ Ինչ ես ասում։ Արագածը լեր չի։ Մարդը։ Այն լերի անունը ոնց է որ հիմա Ամար լերեն լսիր ինչ եմ ասում։ օլիգարխը նստած ֆալոսա կցնում ամբողջ Հիմա ես տնից դուրս գալիս ամեն օր, այսպես դուրս գամ։ Երևանում պատտվում այսպես Պագի աչքերը։ Ասես մինայ Արարատին։ Չէ, ով գարա ասի։ Ով ասում մինայ Իմ պատոհանից ամեն օր Արարատ երևում է ես նայում, բայց ինչու ես կոչանում Արարատը մոռացի մինայի միտեղ։ Եթե ես Ղափանում ապրեի, խուստուփին նույն ձևի կնայի։ Լավ, մի րոպե։ Բարոն Հուսիկ, ներողություն։ Խնդիրը հասկանանք։ Դուք հասկանում եք քաղաքականության խնդիրը։ Քաղաքականությունը մի բան է, Արարատին նայում եք, նայեք, նկարում եք, նկարեք, պոեմներ եք գրում, գրեք, սիրում եք, սիրեք, պաշտեք, սուրբ սարքեք, ինչ ուզում եք, մի դրեք քաղաքականության անկյունակար։ Այսինքն որտեղ դա պետություն է քանդում։ Ինչ եք ուզում ասել անկյունակար դնելով ինչ եք ասում։ Պահանջատիրությունը պետությունը մի սարքեք պահանջատիրության որևէ տեղ պետությունը։ Հիմա Վարոն Հուսիկ, դու ինչ, այսինքն ինչ պահանջել, մի հատ ասեք։ Ինչ Երբ որ Արարատը մերն է, չէ, երկալ գա։ 98-ին Քոչարյանը մակում խոսած ցեղասպանությունից։ Ես դեռ մի ժամ է ճառում եմ դա մարդու իրավունքների ոտնարումը չխոսել, ասում Քոչարյանը խոսած բանից մակում ցեղասպան, բա ինչից պիտի խոսեր։ Մենք պետքա թուրքերի հետ առանձին խոսանք։ Ինչ խոսենք թուրքերի հետ։ Մի օր գուցե թուրքերը իրանք ընդունեն իրանց ներսից, բայց դրսից Ինչ գուցե Այս վերջերս Իսրայելը մի վարքան երկու անգամ Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը երկու անգամ մեկը Նետանյախուի բառերով մյուսը կարծեմ մշակույթի նախարար Հիմա Վարոն Հուսիկ ներողություն Անդրադրամ են ձեզ սարքելու Քո երկրի ղեկավարն ասում է մենք հետամուտ չենք լինում ցեղասպանության պատմական արդարության վերականգնմանը երկու օր հետո Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է 1918 թվականին հայերը ցեղասպանել են մեզ, Թուրքիան էլ երկրորդ օրը պաշտպանում է։ Դու հասկացար քո նահանջի տեղը, երբ հետքայլ արեցիր, տեղ ազատվեց իշ դրվեց։ Մեզ ցեղասպանվածից վերածում եք ցեղասպանողի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Բարոն Հուսիկ։ Ասում եք Քոչարյանը բանը մակում ասեց ցեղասպանության հարցը մակում միայն Քոչարյանը չի բարձրացել։ Ցեղասպանության հարցը մենք բարձրացնում ենք եւ բարձրացնելու ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ պատմեց, թե դա ինչի հետևանք էր ցեղասպանությունը Ինչի հետևանք էր։
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանը իրան ասել է, որ ինքը չգիտի ցեղասպանությունը ինչ է, բայց դաշնակները դրա համար պատրաստ են գումար տալ։ Այդ է եղել մտածելակերպը։ Ասելուց դուք այդ ասել եք, որ դրսից փող ստանալ։ Լսեք, դուք իմ անձնական ողբերգությունը դաշնակների փողի հետ չկապեք, կամ մյուս Լևոն Տեր-Պետրոսյան կամ մյուս հետ տեղի ունեցել ցեղասպանություն։ Եվ դու ասում ես փող։ Եվ դու ասում ես դաշնակցություն, սենց Ես չեմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել գնացեք նայեք։ Շատ զգայուն թեմա է։ Շատ զգայուն։ Նայեք իր երիտները, ես չեմ ասում։ Մի րոպե ցեզի հարցում մտամ։ Ինչ ես ցեղասպանության ճանաչման զավասպանության Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Ներողություն, մեկ հարցում Մարդը ասել, որ եմ։ Մեկ վարյան, կարևոր հարցը, բարոն Ուսիկ, մեկ րոպե։ Հիմա բադահի որ ամբողջ աշխարհը ընդունի հայոց ցեղասպանությունը, որուն դեմ չեմ, եւ Թուրքիան չընդունի։ Մեր օգուտը ո՞րն է։ Գրնակը սել։ Այ պետք է հենց Թուրքիան պետք է ընդունի։ Բայց Թուրքիան զորով չի ընդունում։ Պիտի չընդունի զորով։ Եվ պիտի այնպես անեն, որ ընդունին։ Խելոք բան ասեց։ Հրանտինքն ա լսած։ Մի րոպե։ Ներողություն։ Մի չգայնացեք։ 7-րդ անգամ կրկնում եմ, չընդունելով Արցախում արեց, վաղը Սյունիքում է անելու, Երևանում, հասկանում եք ինչ եք ասում։ Հասկանում եք ինչ եք անում, երբ չի ընդունում։ Բայց 30 տարի մենք արիք չունենք Արցախի հարցը լուծելու։ Հոլոկոստ չի այլևս։ Գերմանիան ընդունել զղջացել է եւ հрьяաների մազին չի կպնի երբեք։ Թուրքիան եւ Գերմանիան նույնը չեն, բարոն Ուսիկ։ Իմ ասածը սա է, այ ընկեր։ Պետք է տանել, ընդունել, տալ։ Ինչու՞ է։ Դա կոչվում է։ Ախ կներեք, այսօր Գերմանիայում նեոնացիստներ կան, եւ ձեզ հավատացնում եմ, անտիսեմիտներ կան, եթե նրանք գան իշխանության ու թույլ տա, նորից կմորցեն, նույն բանը կանեն։ Շատ Համաձայն եմ։ Եթե հանգամանքները փոխվեն, ամեն ինչ դուք չեք Չէ, ասելիքս ես թեմ չեմ։ Ասելիքս այնա, որ մենք պետք է ունենանք մեր պետությունը, որ եթե դուք ուզում եք ցեղասպանվեք, դուք պիտի ունենաք նորմալ պետություն։ Եվ Չեք ասել դրան, իսկ ով է, իսկ ես 35 տարի ինչ էի կանում, լափելուց Հյուսիսային պողոտաս արկելուց։ Իրամ բամի հալա։ Ձեզ չեմ ասում։ Ճիշտ ես ասում։ Ճիշտ ես ասում։ Ինքես չի ասում։ Լափել եմ, գիտես ոնց լափել։ Ոչ։ Ես ճանաչողներ, ես լափել եմ 35 տարի այս պետությունը։ Ձեզ չեմ ասում, մեր հասարակությունը։ Բայց կբեական։ Սա են քպեականները։ Քպեական չեմ, ես ընդամենը Միևնույնն է նրանց խոսքն է, դու թուրքի խոսույթ ես օգտագործում այստեղ։ Ես Չէ, վիրավորում ես դու։ Ես չեմ վիրավորում, թուրքի խոսույթ է սա։ Okay, ես դավաճան եմ, ես թուրք եմ, ինչ ուզում եք Չէ, ասել։ պետք չի այդպես։ Դա Մենք ձեր ուզում ենք բարոն Ուսիկ։ Ես ուզում եմ հասկանամ, իսկ ձեզ ով է տվել իրավունք մարդկանց թուրք, դավաճան ասել։ Այդ ինչի վրա եք հիմնում ձեր իրավունքը։ Ես Դուք գիտեք մարդկանց անցյալը, դուք գիտեք արցաններ կան։ Ես չեմ ասում դուք թուրք եք, ասում եմ դուք կրկնում եք այն, ինչ որ թուրքն է ասում։ Մորանալ, ոչ մեկ չի ասում մորանալ։ Մենք ասում ենք Ես մորանալու երկու օրը այստեղ է կատարվում։ Ես ձեզ ասում եմ մորանալու հասարակության զգալի մասը եւ իշխանությունը կատարում է այն, ինչ թուրքը երազել է տասնամյակներ շարունակ։ Շարունակեք վառել դրոշներ, շարունակեք Ես երբեք դրոշ չեմ վառել։ Ոչ էլ մասնակցել եմ, ոչ էլ դուք ինձ հարցել եք կողմ եմ թե դեմ եմ, դրոշ վառելով հարց չեն լուծում։ Պետություն պետք է ստեղծել։ Իմ վերջին ստեղծագործությունը, որ միջև եթերի սկսել է, ես ասացի պետության ստեղծման, պետության կայունացման, ուժեղացման համար, բայց մենք այս տեմպերով մենք պետություն ոչ միայն չենք ստեղծում, այլ եղածն ենք քանդում ու ոչնչացնում։ Շատ պարզ տեսնում ենք։ Ոնց է եղածը քանդում։ Ինչ առումով քանդում։ Ներեք, մենք Սյունիքը կորցնելու ճանապարհին ենք, դիվանագիտության միջոցով դա կանխվեց։ Ահա, ոնց կանխվեց։ Շատ պարզ։ Այսօր եվրոդիտորդները կան, տրիփով կանխվեց։ Ներողություն դուք կհավատաք տրիփին, ներողություն։ Տրիփով չի կանխվել։ Կհավատաք։ Այո, կանխվել է։ Տրիփով չի կանխվել։ Ինչով է կանխվում։ Տրիփը դու այնտեղ ունես 20%, Եվ կներեք, այն դիմադրության, որ մեր բանակը ցույց տվեց։ Տրիփով դու ամբողջ քո պետական սահմանը Ինչ։ վարձով, իրենց խոսքերն են, վարձով տվել ենք Ամերիկային, ամբողջ Իրանի հետ պետական կառավարման ենք Սա նշանակում է կառավարման ենք տվել, ընդամենը կառավարումը, իսկ բոլոր Մենք Արցախը կորցնելուց հետո կորցնում ենք Սյունիքը, կորցնում ենք Գեղարքունիքը, իսկ դուք ամեն օր ասում եք ձեր իշխանության հետ միասին, որ մենք ամուր պետությունն ամրացնում ենք, Այո, որտեղ պետությունը ամրանում է նաև երբ որ քո հարևանները ճանաչում են քո տարածքային ամբողջը։ Տրիփը լինելու է հայկական սուվերենության ի տարբերության Զանգեզուրի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ով է ճանաչել։
Այո, դեռ ժամանակ կա։ Բայց Քանի դեռ մեր երճակագիրը կա, որտեղ մենք պահանջներ հույս ունենք ունես, մեր հավրեբանների ուրեմն մի նկատմամբ։ ասա ճանաչել են, ասա հնարավորություն կա որ Այո, կճանաչեն, հնարավորություն կա, բայց որ կճանաչեն։ առայսօր չեն ճանաչել, ի տարբերություն մեզ, չեն ճանաչել, Ալիևը երբեք որևէ Այո, մենք շանս չունենք, որևէ տեղ չի ասել, ես նորից կրկնում եմ։ 29743 Այո, որտեղ եթե մենք չճանաչենք, Ղարենն ասում է Արևմտյան Ադրբեջանը Հայաստանը, մեր Զանգեզուրն է, մեր չգիտեմ Գյոքչանը, դուք էլ ասեք Արևելյան Հայաստանը, դուք էլ ասեք Ղուրարաքսյան Հանրապետությունը։ Ասեք։ Խոսույթի Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչել Հայաստանի տարածքային Դուք էլ ասեք։ ամբողջականություն, այլ ընդհանրապես Հայաստան չի ճանաչում։ Սա է այսօրվա Ես վերջերս խաղաղության Ալիևը ասեց, որ Հայաստանը խաղաղության ընկնում։ Ալիևը Խաղաղություն վերջերս չէ։ կներեք, առանձին ՀԿ-ի ասածը ոչ մի բան չի նշանակում։ Վերջերս Ալիևը ասեց, որ Հարավային Կովկասում ստեղծվել է նոր իրավիճակ։ Մենք այնքան միամիտ ենք, որ մենք հույս ենք կապում, վերջերս հույս ենք կապում, որ Ռուսաստանը, որ հետևը մի քիչ կշտվեց Ադրբեջանի հետ, հեսա արձակվել է Ադրբեջանի երանցի։ Ես վերջերս լսում եմ, որ հեսա Իրանն է արձակվելու Ադրբեջանի Նախիջևանի բանով է։ Բայց ինչ արեց, Փեժիշկյանը շնորհակալություն հայտնեց, ասեց մենք նույն քաղաքակրթական հիմքեր ունենք։ Արցախի պարտությունից հետո, կորուստից հետո առաջինը Իրանը շնորհավորեց։ Բելարուսը, որ մեր ման էր, այսինքն 2020-ը աջակցել են Ռուսաստանը եւ Բելարուսը Թուրքիան բացահայտ կերպով պարզն է համար, որտեղ Ուկրաինայի պատերազմը արդեն կազմակերպված էր։ Մենք 22-ին ճար չունենք չճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտեղ մենք Ինչու ճար չունեինք։ որտեղ պատերազմ է լինելու հապկը իր պարտականությունները չկատարեց, Հայաստանի սահմանները չճանաչեցին, նույնիսկ ասեցին մենք չգիտենք որն է ձեր սահմանը։ Այո, այդպես։ Այսինքն մենք պիտի մենք մենակ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորից պատերազմի մեջ մտնենք։ Իսկ ինչը բերեց պատերազմի։ Մենք կարող էինք այս Մենք կարող ենք պատերազմը կանխել իրավիճակը։ Մենք կարող ենք պատերազմը կանխենք, եթե 35 տարի մենք պատրաստվում ենք պատերազմի, Գազայի պես թունելներ փորենք ու այսօրվա Արցախի ղեկավարությունը մտածել, որ ինքը 35 տարի հետո կարող է գերության մեջ լինի։ Մենք պետքա տրանշեաներ փորենք, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, որ չի արվի։ Գնալեք Աստվածաշունչ։ Ես մեջբերում եմ կատարում Նիկոլ Փաշինյանի նոր կտակարան ավելի շատ կար, քան զրա բաշխոն։ Այդ դրա պատճառով ենք մենք պարտվել։ Նիկոլ Փաշինյանն ինչ ասաց։ Էլի հույսներս Աստծո վրա ենք դրել, չգիտեմ, Ռուսի վրա ենք, Պուտիններ մեր Աստվածը, թե ով է։ Թողենք հանգիստ իր տեղում, Պուտինին իր տեղում։ Մենք կարող էինք այս պատերազմը համաձայն եք իր հետ։ Իրավիճակը նույնն է։ Բանակի մասին համաձայն եք։ Չեն կարող մենք այս պատերազմը կանխել 20 տարի Ադրբեջանը Դու այդ մարդուն ասա, որ ես ընդամենը մեջբերում կատարեցի Նիկոլ Փաշինյանից։ Դու Նիկոլին ասա։ Ինձ մի ասա, ես մեջբերում կատարեցի Նիկոլ Փաշինյանից։ Որինչ։ Ինչը որինչ։ Ինչ էր մեջբերում։ Այս պատերազմը մենք կարող ենք կանխել, կարող է չլինել։ Բայց կարող ենք, եթե մենք առանց զոհերի։ Եթե մենք ունենանք 6 միլիոն բնիկ։ Շատ դժվար է։ Ես եթե Նիկոլն ասել, Փաշինյանն ասել, ես ինչ անեմ։ Ես մեջբերում եմ կատարում, դուք երկուսով ժխտում եք Փաշինյանին։ Դուք համաձայն եք Արցախը։ Եթե Նիկոլը ասել Արցախը Ադրբեջանը եւ վերջ, դուք դրա հետ կհամաձայնվեք 2019 թվականին։ Եթե նա այդ ասել, հիմա դա պիտի ասել։ Ասել է 20 թվականին ասել, որ 2019-20 թվականին որ անխոհեմ խայլեր, անխոհեմ խոսքեր։ Դա անխոհեմ խայլ, ինչ պիտի ասել։ Հայաստանը երբեք չի գնացել տարածքային պահանջի։ Պիտի ասել Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Մի վարքյան։ Հայաստանը Արցախի ինքնորոշման հարցն է բարձրացրել։ Հայաստանը Արցախը ինքնորոշվել է 89 թվականին միանալով Հայաստան։ Երբեք Հայաստանը չի ասել Այսինքն էդի ռիսկային էր, այսինքն ուրեմն նայի, ուրեմն ես մի քանի մեջբերումներ կարող եմ կատարել Նիկոլ Փաշինյանից։ Մենք գիտակցաբար գնացինք զոհաբերության, ես էլ վերջերս ասած։ Էդ էլ չեք հիշում։ Բարձր գտեք։ Կարող էինք ասում է պատերազմը նորից եմ կրկնում կանխել, իրավիճակը նույնը կլներ, բայց առանց զոհերի։ Սա էլ իր խոսքը եւ այլն։ Այսինքն դուք ասում եք պատերազմը եկավ,
Պատերազմը գալու ով է էր։ բերել։ Ես կրկնում եմ, պատերազմը գալու էր։ Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանել որ ինքն է բերել այդ պատերազմը։ Ես մեջբերումներ եմ կատարում իրենից։ Ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ, մեկ ես իմ տրամաբանությունը ասում է այն որ Ռուսաստանը զինում էր Ադրբեջանին, Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմին, մենք չէ։ Ուժերի բալանսը փոխված էր եւ բնականաբար Ադրբեջանը պիտի իր մուրը հաներ 90-ականներից իր վրեժը լուծել։ Այո։ Բնականաբար Ալիևը պատրաստվեք։ 2 տարի պատրաստվեք։ բերել էին Սուերի վրա նկարվում էին 2 տարում ինչ ակա դուք 2 տարում 20 տարվա պատրաստային պաշտպանել 700 տարվա 20 տարվա պատրաստությունը դուք պիտի 2 տարում բալանսավորեք ուր է այդ երկաթը գմբեթը Արցախի Բայց գլխին ոչ մեկ չի ասել երկաթե գմբեթ մենք ունենք կամ Խիչ կար Պետք է ունենային։ Այդքան էլ երկաթե չի խոցելի այդ երկաթե գմբեթը Հա, բայց ինչ կապ ունի, բայց բաում է, չէ, բաում է։ Ընդամենը 30 տարվա մեջ Իսրայելը դարավ Իսրայել 30 տարվա մեջ մենք գողության թալանով ասում եմ մենք պատրաստ չենք եղել պատերազմին դրա համար է սկսվեց Դուք փաստաթղթեր ասեք Կներեք դուք ասում եք էթնիկ զտում ա եղել Դուք փաստաթղթեր ասացեք Հայաստանից Լավրովի 35 տարվա մեջ 1.5 միլիոն բնակչի չա լքել Այո Դա էթնիկ զտում է, դա սպիտակ ցեղասպանություն է, որը արեց Ղարաբաղյան կլանը Մենք տեսօր լինենք ամենակիչը 6-ից 5 միլիոն 6 միլիոնով 9 միլիոնի դեմ պայքարելը Շատ ավելի հեշտ է, քան 2.5 միլիոնը Մինչև Ղարաբաղյան կլանի գալը Հայաստան արտագաղթ չի եղել Եղել է 600,000 Լևոն Տեր-Պետրոսյանի Ահա, ուրեմն Ղարաբաղյան կլանը Իսկ ով ասում որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը փայլուն է Ձեր ստեղծած այդ Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած բանակում ես եմ եղել, տեսել եմ աչքով Դուք չեք եղել, չէ, չեք տեսել Լսի, մի վարքան Ցեզի պիտի հարցնեմ Մի վարքան, չէ Մի վարքան, շատ կարճ է Ախր մենք հանաբանանում չի թողում ինչ է եղել ասել Մի վարքան Նախ ձեր հա պատերազմը ով է բերել ինչ է արել երբ է եղել սա Կոവിഡ്ի ֆակտորներ հաշվի արեք այդ հայտարարվեց Արցախը դու ասում եք Արցախը պիտի հայտարարեր Ադրբեջան թե ինչ հայտարարեց Արցախը եւ եղավ Եվ ասաց մենք կարող ենք կանխել եւ այլն ուրեմն պատերազմի մեջ եկեք նայենք ով է մեղավոր ում անխոյմության պատճառով էր մեկ երկրորդն էլ ի տարբերություն ձեզ եւ շատ-շատերի ես միշտ քննադատել եմ ներկա իշխանությանը 2012 այլի վերամբարձ բան եք ասում դուք կյանքը չգիտեք 2000 ասում ես Միվարյան այ մարդ 2012 թվականին մեղադրում եք դրա համար մի վարքան բաց նամակ եմ գրել Սերժ Սարգսյան որ հրապարակ օրաթերթում է հրապարակվել եւ այլն դու հիմա եկել ես ինձ սերտ աճեցնում ես նույնացնում ես նախկին իշխանությունների պաշտպան Ռոբերտ Քոչարյան մի րոպե ես որտեղ Ռոբերտ Քոչարյան պաշտպանեց Քիչ առաջ մագի դրված Բայց ասես մակում ցեղասպանության հարց է բարձրացել ասում շատ լավ էր պիտի բարձրացնել դա եղավ Ռոբերտ Քոչարյան պաշտպանել շարունակեք դու ուղղակի ցեղասպանության դեմ ես շարունակ հայոց ցեղասպան Ես դեմ չեմ ես ասեցի որ միշտ Հայաստանի արտաքին քաղաքականության Քոչարյանը մակում բարձրացրել է ասում եմ ճիշտ էր բարձրացնել այո վաղ ռուսական զորքը որ ստեղից գնա մնալ դեմ մենակ ինչ եք անում իր մտավախությունը ոչ թե ցեղասպանությունը երկել կամ մուրանալն է Նորից պիտի փախնենք այս Երևանն էլ հանձնենք ամեն ինչ հանձնենք բոլորովին այլ հարցեր ես դու բարձրացնում Մենք ռիսկային վիճակի մեջ ենք բարոն Հիմա ինչ անենք Ես ադե հարց Ասենք ցեղասպանություն չեղելն ասում եք դուք եք մեզ ցեղասպանել Չի ասում ինչ ցեղասպանություն Հիմա մենք այստեղ ինչ ենք բանավիճում դա հասկանամ Ով ասում չի եղել Մենք բացատրեմ ենք ինչու ենք կռիվանում Մի րոպե ցեզի հարցում մտամ Մի քիչ հանդարտվեցեք Նախկին իշխանությունների հետ չնույնացնես այն մարդիկ կծիծաղեն քեզ վրա բոլորն ինձ ճանաչում են Ոչ թե Հիմա Ես իշխանավոր եմ եղել իշխանության ես միշտ քննադատել եմ միշտ սխալներն եմ ցույց տվել Բոլորս գիտենք ով է Եվ գիտեք իմ ապոկալիպտա բանաստեղծությունից հետո որ 2018-ի հունվարին դրվեց ինչ աղմուկ բարձրացավ երկու անգամ Ազատություն ռադիոկայանը հարցազրույցներ եւ այլն արեց Որևէ մեկը ձեզանից համարձակվում էր խոսել այն իշխանության դեմ Ես պաշտպանել եմ որ ձեր բանաստեղծության պատճառով ձեզ բոլորը քննադատում էին արևելյան թերմացկիում Որևէ մեկը խոսել է դու եկել այսօր ինձ ասում ես դու նախկին իշխանությունների հետ սերտաճած Այսօր հրապարակը սերտաճած է Կերել ես լրագրողն եք
Ինչ է։ Հրապարակի չեք խոսում, սերտաճա չի հրապարակը։ 2012 թվականին հրապարակ օրաթերթում ես այդ բացնամակն եմ հրապարակել։ Այո։ Բարոն Ուսիկ, Իսկ դուք ինչ գիտեք սերտաճացը հրապարակը սերտաճաց չէ, որտեղ հրապարակը ազատ անկախ մամուլ է։ Այո։ Այո։ Եվ միշտ ազատ անկախ է։ Այո, բովանդակությունը ցույց է տալիս, որ ինքը ազատ անկախ մամուլ է։ Այդ բովանդակությամբ եւ նախկին իշխանություններին է շատ խիստ քննադատություններով, այսինքն տեղին բաց թողումները քննադատ եւ այսօրվա եւ վաղը եկողները անպայման քննադատելու։ Բարոն Ուսիկ, վերադառնանք ոչ բան, այլ ինքը ճիշտ վերադառնանք մեր նյութին եւ հանդարտին քիչը։ Գիտեք, հիմա ես կհասկանամ ձեր խոսույթը, այն իմաստով, որ իմ հարցս հետեւյալն է, այսօր բանջարդիրության թեման ինչքանով ռիսկային է մեզի համար։ Դուք կսեք, թե եթե մենք հրաժարինք բանջարդիրութերին, բայց ոչ ոք չսեր որ հրաժարին։ Բայց ինչպես պետք է, ինչ խոսույթ պետք է ունենալ, որ ռիսկային կոդի մեջ չլանք։ Սա է հարցս։ Ցեղասպանության։ Սա է իմ հարցը։ Շատ լավ։ Ցեղասպանության, այսպես ասած, մոռացումը եւ այլն ոչ ոք չի ասում մոռանանք։ Չհետապնդելը պատմական արդարությունը, սա ինքնասիրությունից զուրկ մարդը կարող է միանալ։ Մի վարքյան, առաջին հերթին դա հարցը բարձրացնելը մարդկային ինքնասիրության խնդիր է հարցը։ Շատ սկացական եք։ Չէ, եթե մարդը իրեն ցեղասպան ինքը մոռանում է, արժանապատվությունից զուրկ է։ Նախ արժանապատվության հարցը։ Բեդությունները արժանապատվությամբ Ես ընդհանրապես մեկ նախադասություն ասացի 7 անգամ ընդհատեցի։ Համեցիր։ Ուրեմն նորից կրկնում եմ։ Մենք պետք է հետամուտ լինենք պատմական արդարության վերականգնմանը, ճանաչմանը եւ հետամուտ լինենք, որպեսզի Թուրքիան առաջին հերթին ճանաչի զղջան ներողություն խնդրի, որպեսզի չկրկնի, ինչպես Արցախում կրկնեց։ Սկզբում ասացի դրա համար Արցախի գնաց։ Ոնց եք դուք դրան հասնելու։ Ինչ ձևով։ Ճանաչել տալով։ Ոնց։ Ինչպես։ Այսինքն մի հատ ինչ որ հզոր պետությունների շարք ճանաչելու է։ 128 Թուրքիային ճնշելի է։ Որ Թուրքիան միջարից ՆԱՏՕ-ի ամենազարգացած բանակ ունեցող մենք բայրակտարների համնել տեսանք այս վերջերս պատերազմը լավ զինագործություն ունեցող Թուրքիան որ այսօր մտնում է Սիրիա, Թուրքիան որ այսօր մտնում է որտեղ առանց ուզում է Թուրքիան եւ այդ Թուրքիային դուք սաղ 120 պետություն էլ ընդունի ցեղասպանության փաստը Թուրքիան կարողա չընդունել ինքը ունի է դիմադրություն հնարավոր է հասկանում եմ դուք հիմա ինձ հարց եք տալիս ինչու Ես այդ ինչուին եմ պատասխանում Ես ասում եմ ոնց Ես չեմ ասում ինչի Դուք նաև ինձ ասում եք դարի իրագործի Դուք ինձ հարց եք տվել հա Ինչպես ինչ պետք է անել Այո Արդյունք ես պատասխանում հիմա ինձ ասես Դե գնա իրագործի բախի չես անում բա ոնց այլընտրանք Դու երբեք չպետք է մոռացիան մատնես չպետք է երբեք Այո, մոռացիան, ոնց մատնելու մասին թանգարանը կա, ամեն ինչ կա, ցեղասպանության ամեն ինչի վրա ես գալիս, թող խոսքն ավարտեմ, դու եթե նահանջում ես քո դիրքից, ասում ես, մեզ համար այլևս արտգործնախարարությունն է հայտարարում, բան չեմ, Արտաքին գործոց քաղաքականության մաս չի գազներ, այո, դա նշանակում է դու ինքդ հրաժարվում ես, մոռացիան ես մատնում եւ փոխարենը գալիս է, սկսվում է քեզ են իրենք ցեղասպանում, ոնց որ Ադրբեջանը օմբուդսմենը, ոնց որ Թուրքիան իրենք ասում են որ դուք մեզ ցեղասպանեցիք, այդ ես ուզում ասել։ Հայտարարությունը Թուրքիան պաշտպան դրանից առաջ են իրենք մեզ մեղադրել որ մենք ենք ցեղասպանը։ Իսկ ցեղասպանության ընդունումը դա Չիչ առաջ ասում եք պահանջատիրություն, մենք Արարատ լեռին նայելով չենք ասում, հենց հիմա գնանք կռվենք Արարատը հետ բերենք, բայց դա մեր ինքնության կոդն է, Արարատ, մի վարքյան, կամ եթե կա պատմական հայրենիքում մենք ունենք հուշարձաններ քրիստոնեական եւ այլն, որոնց պահպանելը, պահելը դա էլի մակում, չգիտեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլնի խնդիրն է, որոնք ասենք առաքելոցը մսկիթի է վերածվել, մյուսը դրանք այ ճանաչելուց հետո եւ այլնից հետո մենք գոնե մշակութային
կապը մեր ունեցած այդ բան ոչ ոք չի ասում գնանք Կարսը դատարկենք թուրքերից վերցնենք մենք գնանք Գաբրիել կամ Արարատը գնանք շալակենք բերենք դուք հենց այսպես դնում եք կոպիտ ու գրոպի ասում եք հանձնել է Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի պայմանագրով հետագա հասնել հետագա հայկական կառավարություններ կնքել է Աթաթուրքի հետ պայմանագիր ու նույն ձևի հանձնել է Արարատը մենք արդեն հրաժարվել ենք Արարատից 100 տարի առաջ հիմա դուք նույնիսկ ցեղասպանությունը եթե 150% երկրներն էլ ճանաչեն աշխարհի մենք ձեզ ոչ մի հող հետ չեն տալու որովհետև իրավաբանորեն դա եղել է թուրքական օսմանյան կայսրություն դուք կարաք հետ դառնաք այնտեղ դառնաք Թուրքիայի հպատակ կարող եք վերադառնալ ձեր վանը կարող եք գնալ չգիտեմ ինչ ձեզ ոչ մեկ հող չի տալու հողը պետք է գրավել չեք հասկանում որ ուրիշ ձև չի լինել հողը գրավում են ոչ այդ ժամանակ դուք լսեցիք ես ասեցի հողը տան բայց ինչ իրավունքների մասին եք բարոն ես խոսում եմ մարդկային բարձր արժեքներից մարդկային հումանիտար եւ այլ խնդիրներից դուք անվերջ բերում մցնում եք հողի մեջ բայց բարոն Հուսիկ հողը հասկացա ես այդ եմ ասում Թուրքիայի ես ասում եմ ինչի բերեց մենք տեսանք մեր աչքերով նոր ցեղասպանություն չընդունելն ինչը եւ այլն դուք ասում եք իսկ մոռացել եք որ 2019-ին 20-ին Նիկոլ Փաշինյանը խոսած Սևերի պայմանագրից գուցե դա բերեց դրան Սևերի պայմանագրից խոսալը գուցե բերեց գնա Նիկոլ Փաշինյանին ասա ինչու խոսեցի բայց դուք նոր ցիտում եք Փաշինյանին ինչի հիմա գնա ասա ինչու այն ինչ որ ձեզ ձեռատարի ցիտում եք ձեռ անձեռը չէ գնա ասա Ալեքսանդրոպոլի պայմանագրով ինչու եք ստորագրել այո Ալեքսանդրոպոլի պայմանագրով ստորագրեցին 9850 քառակուսի կիլոմետր 12 չէր 12 որոշ պատմաբաններ իմիջիալից ասում են որ ավելի մեծ եղել քան այսօրվա Հայաստանը բայց հիմա գիտեք հիմա մի վարքյան կեղտոտ բոլշևիկները եկան այդ քխ ռուսները քխ բոլշևիկները 29000 մոտ 31 են տվել են ժամանակ խորհրդային միսիան ժամանակ մենք 1500 քառակուսի կիլոմետր տվել ենք Ադրբեջանին եկավ Ալեքսանդր Միասնիկյանը որ դուք ասում եք Տաճ Հայաստան Կարս Արդահանը եւ այլն Հարատ լեռով դա եղել է Պարսկ Հայաստան հետո եղել է Ռուսա Հայաստան հետո եղել է Հայաստանի Հանրապետություն ամենամեծ հողատուն նույն Ալեքսանդր Միասնիկյանն է որի արձանը դրված է եւ այլն կամ Ալեքսանդրապոլի եւ այլն այդ բոլորի մեղքի պատասխան տվողը ոչ ես եմ ոչ դուք եք ոչ Սակոն ոչ մենք կներեք իսկ ինչի է տենց եղել դաշնակները ինչ է այդ ժամանակվա կառավարությունը չէր ուզում դավաճան չէ ուզում եմ ասեմ ինչի տենց եղավ պարտվել են պատերազմ իրենց սրտով չէր իհարկե ստիպված էին այդպես էին տենց անել դա խնդիրը ճիշտ կողնորոշվեցին այն առաջարկը որ տալիս էին բոլշևիկները ճիշտ կողնորոշվեցին բայց ստիպված չէին որովհետև արդեն 2-3 օր Հայաստանը խորհրդային էր հռչակված նոյեմբերի 29-ին իսկ պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին 3 օր հետո դրա համար չեղարկվեց ինքը չեղյալ է հայտարարվել որովհետև Հայաստանում ամեն դեպքում նոր սովետական իշխանությունը ստիպված եղավ ճանաչել գոնե Ղարսը եւ Արարատը Սուրմալուն Թուրքիայի Արտուրին մի կարևոր հարց մեկ բան եթե ասում եմ Գարջ Արարատը իմ լեռն է դա չի նշանակում ասեմ Արարատը գնանք բերենք Արարատը Գողթան երկերից սկսած մեր քրիստոնեությունից առաջ Սրբազան լեռը նոյան երբ կողքի երկիրը այդպես է ընկալում ինչ ես կվիճեի Սրբազան լեռի հետ կապված բայց ոչ ըստ Աստվածաշնչյան այդպես է ըստ Աստվածաշնչյանը Արարատյան լեռները գտնվում են Կորդունքի լավ թող չլինի ուզում եմ ասել դրանից առաջը մեզ համար ինքը տարան արտավազդին շղթայեցին ըստ մեր էպոսի որտեղ ապրում էին չարքերը դևեր էին ապրում այսինքն Սրբազան լեռ չէ ներողություն հարցս Արտուրին Ամենը նայեք այնքան է երկարացնում ընդամենը մեկ բան էի ուզում ասել որ քրիստոնեությունից առաջ մեզ համար կարևորը 7 անգամ բերեցիք չարքը Կորդուկը մորդուկը ամեր թողեք էլի թողեք մարդը խոսքը ավարտի մի նախադասում եք իժամ համեցիր դա էր ասածս մի պորպոկվում ես հայ ժողովուրդը Վանա լճի ավազանում է ձևավորվել գոյավորվել համացայն հիմա թող
ազատի ջրամբարում լիներ։ Հիմա դա իմ պատմությունից ես չեմ կարող հանել հեռացնել։ Ես չեմ կարող Կիլիկիայի մանրանկարությունը ուղարկել Թուրքիա, ասել իրական Հայաստանը մեզ չի տեղավորում, դա պատմականն է։ Մատեդարանի ձեռագրերը ասել դա մշոջ առընտիրն ուղարկել Թուրքերին մուշանալ։ Գիտեք ինչու այս խոսույթը ունի։ Իրական Հայաստան, պատմական Հայաստան, Արարատին մի նայեք, Արարատը ձեր լեռը չի, եւ այլն։ Այսինքն Այ մարդ իմը չի։ Վարչա տարածքային ձերը չի։ Ահա կապ չունի ում տարածքում է դա իմ սրբազան լեռն է։ Հա թող ձեր անձնական սրբազան լեռը։ Հա բայց դրանից ինչու ես ինձ զրկում։ Այս մենը չի Հայաստանից ինչու ես զրկում։ Ո՞վ է զրկում։ Ես երբևէ Ընդամենը ասում են ճակատին մի խփեք։ Գերբի վրա մի ասել եմ Արարատը Հայաստանից ներս է։ Որևէ հայ դուրս արի փողոց ասել է Արարատ լեռը Հայաստանի Դու գարաս նույնը ասես Լոս Անջելեսի տարածքում է։ Հոլիվուդի լերը իմ լերն է։ Տարածքում է։ Ոնց որ Երուսաղեմն է սուրբ տարածք քրիստոնյաների համար, բայց Իսրայելը 1921 թվականին ճանաչվել են նրանց կազմում։ Հա, բայց մինչ այդ եղել է Հայաստան պատմական Հայաստանի կազմում։ Եղբայր քանի պատմական Հայաստանի կազմում եղել է նաև հարավ Իսրայել Իրանը, ինչի՞ չեք ասում։ Հասկացանք ոնց են ասում Շան տղանել է եղել, հասկացանք։ Ես ասում եմ սուրբազան Այմարդ ես ասում եմ, չեմ ասում ետ բերեք կամ իմ սահմանում է կամ իմ սահմանում չէ։ Բայց այն միգնության մասն է, իմ լեռն է, ես համարում եմ իմ լեռը։ Մի համարի, դուք այսպես մի մտածի, մի երազի, մի չգիտեմ ինչ արա։ Դա ինչ բռնություն է, սա ինչ վանդալիզմ է։ Սենց մտքի սադիզմ է, սենց ջարդ է դա։ Դուք հասկանում եք ինչ եք ասում։ Դու մի նայ Արարատ լեռին։ Ով ասեց Բարդյանից ավել ես հայ ժողովուրդը ինչ է արել, ինչ է ասել։ Լսեք, այնքան եք խոսում պատմական հայրենիքից, որ այս երկիրը դատարկվում է, այս երկիրը մենք չենք ճանաչում։ Մեր մոտ ժամանակավոր մարդու կերպար կա։ Ես ընկերներ ունեմ, որ ասում են մենք ստեղ ժամանակավոր ենք։ Մեր երկիրը ընդեղ է։ Մենք ստեղ ժամանակավոր չենք։ Սևանն էլա լիճ, Վանն էլա լիճ։ Սևանը լիճ է, Վանը լիճ չի։ Դուք ասում եք պատմությունը ջնջեք։ Վանը լիճ է, Սևանը լիճ։ Պատմությունը ջնջեք, ես Ո՞վ ասում ջնջել։ Բայց պատմությունը զատ ինչ ենք ասել։ Մի րոպե, ջնջի պատմություն։ Այդ կոնկերը որ ասում է, մերն է, թող հիմա գնա այնտեղ ապրի, որ շոկ չի բռնել ձեռք։ Մենք ժամը ինքը ասում է երկիրը տադարգվում է։ Երկիրը ձեր համար երկիրը, իսկ այս երկիրը երկիր չի։ Այդ է հարցը։ Ախ ով է նման բան ասել։ Դուք եք ասում։ Անընդհատ սրբացնելով մի տարածք, որը ձեր Ես լրիվ հասկանում եմ։ Ես ձեզ կառավարմանն է եղած կարևոր չի։ Մեկ րոպե։ Պարոն Ուսիկ, դու պատմությունն ես ջնջում։ Մեկ րոպե։ Պատմությունը ոչ ոք չի գարա չնչել։ Պատմության արդյունքը բերել է սրան։ Urartu է եղել Երևան Urartakan եւ այն դու պատմությունն եք ջնջում։ Թուրքն ասում ջնջեք։ Դիկրամեձին մի գնացում։ Ջնջել։ Բայց դրանից ավել մենք ինչ ենք ասել։ Դիկրամեձը Մենք ասել ենք գնանք հենց հիմա թվանք տարրենք գրավենք եւ այլն ոչ ոք նման բան չի ասել։ Ես էլ եմ նույնը ասում։ Բայց ով է ես ձեզ ասում եմ։ Ինչու է Հայաստանի ղեկավարը եկի ասում է Արարատ լեռան նկարները հանեք պատերից։ Ով ասեց տենց բան։ Ով ասեց։ Արագածը կախեք հանել ինքներ։ Ոչ, ճակատներից պետք չի խփել այդ Արարատը։ Մեզ նայողը շատ լավ հասկանում է, ես եմ ճիշտ թե դու ես ճիշտ։ Okay. Լավ, մեկ րոպե, Արտուր, բրեյք անենք։ Խփելը որն է, Արարատը անունը չտա։ Երբ ասում Արարատ նշանում է ճակատը խփել։ Այն չուզում եք արեք դուք գրող եք, դուք կարա ազատ եք Հայաստանը, բարեբախտաբար ձեր կողմնակիցները, տերտերները դեռ չեն եկել իշխանության եւ դուք ազատ եք։ Արարատի մասին էլ բանաստեղծություն գրել, Արագածի մասին էլ, Խուստուփի մասին էլ, Վանի մասին էլ, հուսով եմ նաև Սևանի մասին։ Մի րոպե։ Տերը որ գա իշխանության։ Ասի տերտերները, ձեր աջակցած տերտերները, քանի դեռ չեն եկել իշխանության։ Շուտի գմտնանք, մեկ րոպե, Արտուրին հարցում ունիմ, բարոն Հուսիկ, մեկ վարյան։ Այսինքն ինչ է նշանակում ձեր աջակցած տերտերները։ Մեկ վարյան։ Չասել ես բացատրի հասկանամ։ Այն ընդդիմությունը, որ այսօր ձեր նարատիվները, ձեր պատումները առաջ է տանում։ Ինտիմատիր ես դու։ Չէ, բայց իրանց պատումներն եք առաջ տանում։ Ինչն եմ առաջ տանում։ Իրանց նարատիվները, որ ասում եմ Արարատը մեր իմ եհուսան ինքնության մասն է, նշանակում է ինչ նարատիվ եմ առաջ տանում։ Ինչու եք ուզում արիացիելն եք, եթե հայ լինելը վատ է։ Այ մարդ, ես իմն եմ տանում առաջ։
Ոչ թե որևէ մեկին եմ տանում։ Լավ, մի րոպե։ Եթե այսօր պղծվում է Հուսիկ, իմ Ի՞նչն է պղծվում։ եկեղեցին, ես այո, այդ Եկեղեցին եկեղեցին պղծում Հայաստանի Հանրապետությունը իր լավ, գոյության։ ժողովուրդ, լավ։ 200 եկեղեցի եք Մեկ սարքեն։ 200 զենքի Դա չի նշանակում Ես 200 զենքի Ժողովուրդ գործարան ջան, խոսիր հոգեվորականների Մեկ րոպե, մեկ րոպե։ Հարգիր քո եկեղեցին, Մեկ րոպե, հարգիր քո մեկ րոպե, հոգեվորականներին։ մեր- եկեղեցի ես Մեկ րոպե, մշակույթը, պատմությունը, այդ ամենը հարգիր։ եղբայր, հարգանքով Պիտի հարգեմ խավարամտությունը, հետադիմությունը, Դրականները ասել ես խավարամիկների դու էլ լուսավորն էի։ Եղավ։ Եք ասում են Արատը միասը, արատին մինայի լուսավորն է։ Մեկ րոպե։ Ես տես բան չեմ ասում։ Խնդրեմ, վերջացրեք, խնդրում եմ, ես վերջին հարցը բերի տամ։ Այո։ Գիտեք, Ժամանակ գործա։ միշտ այս մեր հասարակության մեջ միշտ մտահոգություն կա, որ թուրքերը սահմանը գպանան եւ Հայաստանը գտարնա եւ ընդդիմության անշուշտ խոսույթի մեջ եւ վախ արումով Հայաստանը գտարնա Թուրքիա եւ ինչ կսեն վիլայետ։ Ինչ կպատասխանեք այդ մարդոց։ Ես կարծում եմ, որ եթե մենք խելացի, ռացիոնալ, արտաքին քաղաքականություն վարենք, դա տեղի չունենա։ Բայց եթե մենք շարունակենք ռուսական գուբերնիայից նշանակված նպատակներին ծառայել, վաղ թե ուշ Ռուսաստանը կարող է գնա, վաղը միսօր կարող է Ռուսաստանը քանդվի, Եվ մենք Փաշի որ Թուրքիան չի քանդվի, այնտեղ էլ իր խնդիրներ կան քրդերի հետ։ Եվ Եվ մենք ուրիշ կմնանք, խնդիրներ։ եւ ինքը Թուրքիան փաստացի, որքան ես գիտեմ, այս մի 10 տարի համարյա քաղաքացիական պատերազմներ մենք տեսնում ենք այնտեղ տերորիստական ակտեր։ Վերջես քրդերը համերաշխություն կնքեցին Էրդողանի հետ։ 40 տարի պայքարից հետո։ Ասեք մարդիկ հոգնել են պատերազմներից։ Զենքը վարեցին։ Ինչքան մենք պիտի Զենքերը վերական վարեցին։ գեղարվեստական պաթոսով սերունդներ Իրենց զենքերը վարեցին, ես տեսել եմ գացային մեջ։ Սերունդներ զոհաբերենք։ Հանուն քարտեզի։ Դուք կվախնաք Հայաստանի թուրքացում են Հայաստանի։ Ես չեմ։ Ինչու, ինչպես։ Խնդրեմ բացատրեցեք առանց Արարատի մասին խոսել։ Հա։ Ուրեմն, եթե մենք որոշակի հաղումներ են կատարում մոտիկ պատմությանը, պատմական դեպքերին, Թուրքիայի երկխնդիրն է, նպատակն է Աթաթուրքից մեջբերումների այդքան ժամանակ չկա, որպեսզի չլինի հայոց պետություն եւ պետականություն եւ ընդհանրապես հայ էթնոս չլինի։ Եվ այսօր մենք տեսնում ենք այդպես քաղաքականությունն է տանում եւ Ադրբեջանը եւ Թուրքիան միասնական, որպեսզի այս տարածքից ընդհանրապես վերանա հայ էթնոսը, հայկական պետությունն ու պետականությունը։ Նույն իրենց խոսքերն է, որ հայերը բանակցեք խաղաղությունից, բայց պատերազմի պատրաստվեք, հայերը չպետք է ունենան պետություն, պետականություն, հակառակ եթե ունենան, նա սահմանադրությունը մեկ թելադրանքով պետք է գրվի Աթաթուրքն է, չէ՞, եթե հիշում եք կարող։ Եվ այլն ինչպես այսօր թելադրում են մեզ սահմանադրություն կամ եւ այլն։ Այո, ամենամեծ վտանգը, որտեղ այստեղ ցավալիորեն, հա, մենք իսկապես սեփ ենք դառել։ Դուպիգի մեջ ենք։ Հա, ամբողջ գոնե մի կողմից լինեին թուրքերը։ Ավելի հեշտ կլինի։ Հա, հիմա Թուրքիան է, այնտեղ Ադրբեջանն է, այնտեղ ազատ թրքախոս եւ լավ, այս Հայաստանը իսկապես այդ արանքն է։ Ավելորդը խանգարում է։ Շատ ներողություն, մի հատ խոսք ասում է ճուժեր բախնել։ Ինչ պիտի անենք, բարոն Հուսիկ, ասվիճակեն։ Ահավոր բարդ բան է։ Այո, ահավոր։ Դու նրանք հսկայական։ Պետք է կամուրջ լինել, ոչ թե սեփ։ Կամուրջ ոնց։ Այդտենց, պետք է կամուրջ լինել։ Լինենք, մենք ասում ենք լինենք, ինքն ասում է ոչացի։ Մենք գիտեք այդքանից հետո մենք ձեռք ենք մեկնում։ Արցախը տվեցինք, Արցախը դատարկեցինք եւ այլն, հիմա ասում է Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է, պետք է ամբողջ Հայաստանը տակ։ Գիտեք ինչ, թուրքը լպիրշ ու լկտի է։ Ինքը եթե միտեղ գար, նայեք մարդկայնորեն նայենք։ Լավ, ինչ եղավ այսպես։ Հիմա արդեն դու Թուրքին վիրավորում ես։ Շատ կարճ եմ։ Վիրավորեցի։ Իհարկե, լպիրշ եւ ցինիկ լկտի։ Ինչպես պիտի արես այս, որովհետև ինձ ցեղասպանել է եւ չի զղջացել ներողություն չի խնդրել նույնը արել է հիմա դու եկել ասես ինչ պիտի անեմ այդքանից հետո ես թուրքին չվիրավորեմ եւ վիրավորել եմ միշտ մի վարքյան Շարունակեք վիրավորել մի վարքյան քո ընդրանքն է բարոն Հուսիկ հա դե իմ ընդրանքը թույլ տվեք մնա ինձ իմ խոսքի համար ես եմ պատասխան տալիս այդքանից հետո լավ այդքանը եղավ դե եկեք
հաշտվենք, հարմարվենք, հասկանանք, ապրենք, չէ։ Բայց մեր կառավարություն իշխանությունը ինչ որ է անընդհատ անձիչում ձեռք մեկնել, համեկնել, նա չի հագնում։ Ադրբեջանը չի հանգստանում, իհարկե նրան դրթողը կատաղած Շանթուլան բանն է Ռուսաստանը չէ։ Թուրքիայի կատաղած Շանթուլան, հիմա կատաղացել Ադրբեջանը, անդադ քսի է տալիս դուր, էստուր, ընտուր, ամեն ինչ դուր։ Լավ, որտեղ միջև նույն Փաշինյանը հայտարարեց, չէ՞, մակում էր, որտեղ էր ասեց, ո՞րն է ձեր սահմանները, եկեք գծեք, մի հատ հասկանանք։ Հա ներվային ասավ, ես էլ եմ իրեն հասկանում։ Այ մարդ լավ, այդքանից հետո ո՞րն է ասեք։ Ինչ եք ուզում, հա։ Այլ ինչ եք ուզում։ Ասում եմ ամբողջն եմ ուզում։ Սա է որ պետք է։ Ով ասեց ամբողջը։ Բախի չի վերցրել։ Մի վարքյան։ Դա ամբողջը ուզում է խիչի վերցրել։ Գերնար վերցրել։ Վերցնելի ոնց է Թուրքիան որ վերցրել։ մի օր ուզի, գիտեք, սովետական բանակի հաշվարկով Թուրքիան ստեղի գոյություն ունեցող մարտական կարողությունները 3 օր պետք է դիմադրի։ Հա, ոչ մի օր չի դիմադրելու, մի րոպե, ես ասում եմ մի ժամ, լավ։ Եթե Թուրքիան ուզեր մի այլ գրավել էր արդեն։ Երբ ասում ես կամուրջ լինենք, տեսնում ես այդ կամուրջ լինել անհնար է։ Սա է, իսկ դու ասում ես, այդ բոլորն են իդեպ իմ շրջապատում են։ Եղել ա որ ասում ես, երբ եմ վերցել, նույն Արցախից հայաթափումից առաջ էր Արցախը։ Եղել ա որ ասում ես, այդպես բան չի լինի։ Չէ, Արցախը եւ Արցախի հայաթափումից առաջ 1.5 միլիոն հայ հայաթափվել Հայաստանից։ Իմ Երևանը դատարկվել է։ Ես այդ Երևանը այսօր չունեմ։ Ձեր այտենց պահանջատիրություններով մենք վերացրինք թե Հայաստանը, թե այսօրը կվերացնենք ու էլի փախնելու են։ Անընդհատ պահանջատիրություն դրոշ վառելով մենք անընդհատ կորցնելու ենք Հայաստանը ու դատարկվելու է, եթե մենք շարունակենք։ Եթե 89-ին որից է մեկը լուրջ ընդուներ Ռաֆայել Իշխանյանի գրած այդ հոդվածը, գուցե մենք այսօր այս վիճակում չենք։ Ձեզանից ավելի շատ ես քննադատել եւ դատում եմ այդ 35 տարվա ընթացքը, ինչու Հայաստանը հայաթափվեց։ Լավ եք արել։ Հա, ինչու Ադրբեջանը կրկնապատվեց, մենք 4 միլիոն էինք համարել 3.8 Եկանք իջանք այսօր 2.8 ենք ինչ ենք։ Դե հիմա ոնց եք ուզում պահանջատիրությունից խոսել, ես չեմ հասկանում։ Ախ, դու էլի չենք հասկանում։ Ես ասացի պահանջատիրությունը դիր մի կողմ պատմական արդարության ճանաչում։ Այ մարդ Սակո ջան, երևի 7 անգամ բացատրեցի, չէի բացատրել։ Հկների միջոցով, ժողովրդական դիվանագիտության միջոցով ասում եմ մտավորականների հետ շփում, որպեսզի Հայաստանը չվերանա, վաղն էլ ինչպես վարվեցին Արցախի հետ, վարվելյան Սյունիքի, Գեղարքունիքի, այո, եթե շարունակենք նույն ձևի, եթե մենք շարունակենք նույն քաղաքականությունը, նույն մշակույթը, նույնը կլինի։ Ես բան ասեմ, իմ համեստ կարծիքը։ Ես ասում եմ թուրքերի հետ պետք է երկխոսել։ Դու բերում ես ինձ Փորձում ես Ժողովրդյան, մենք կարծես նորից ենք, հա, օքեյ։ Սադրանքի մեջ ես ուզում մտցնել, որ ես ասում եմ, հելեք զինվենք, գնանք պատերազմանենք, գրավենք եւ այլն։ Ոչ, նախկինները քանդել են, սա ավերեց։ Իմացար կարծիքս, իմացար ով եմ ես։ Շատ լավ, ժողովրդյան, հասկացանք։ Նորից եմ կրկնում, նախկին իշխանությունները։ Ասեցիք մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, դուք ունենաք այդ կարծիքը։ Քանդել են։ Լավ, դրանց հիմքերը առաջին օրից։ Նիկոլը եկավ, այդ քանդածը ավերեց, փոշիացրեց։ Լավ, Սա է մեր ամբողջ ժառանգությունը 30 արդեն մեր ժամանակը սպառվում է։ Հա, սա է մտածող, ինձ ոչ որևէ մեկին պաշտպանելու։ Ոչ ոք չի մեղադրում։ Ոչ մեկի ջաղաչին ջոլ լստելու։ Եղավ։ Ոչ ես իշխանության եմ երբևէ եղել, ոչ վաղն եմ լինելու։ Եղավ։ Ոչ սրանց գալով է իմ կյանքում բան փոխվել, ոչ էլ սրանց գնալով է իմ կյանքում բան փոխվելու։ Ես պայքարում եմ, այս եղած նշխարաչափ Հայաստանը չկորցնելու։ Նշխարաչափը լավ է։ Չկորցնենք։ Լավ, այս տրական առաջարկում ենք։ Բարոն Հուսիկ, մեր ժամանակը ժամանակը առաջացել այդ քարտեզը չկա, ամբողջական չի որ տանում նվիրում է։ Ամբողջական դարձում նոր նվիրի։ Եղավ։ Կամ կտրատի նոր նվիրի։ Հույս ունենք մեր վարչապետը գլսե քեզի հարկելի ագնտիրներ բան չունեմ որ նայես լսի աստված շանի հարկելի ագնտիրներ այսօրվա համար Պանավեջ Սակոարյանի հետ այսքանն էր հյուրերս Պանաստեղծ Հուսիկ Արան եւ Արթուր Լոմ Պետրոսյան արվեստի գործիչ եւ անշուշտ խոսեցանք բանջարդիրության մասին մեր այսօրվա Հայաստանի իրավիճակի մասին եւ ամենակարևորը գգարձեմ պատկամ այն էր որ եթե մենք չունենանք հզոր պետություն վաղադարձյալ կգանքնենք
վտանգի արչև ավարտին հորտորս ցեզի հարկելի ագընտիրներ հետևիլ մեր էջերուն գխնդրեմ հետևիլ մեր էջերուն լայք մսեղմել դարաձել մեր դեսանյութերը այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր արակելությունը բարին ընցես Ես մի հատ ժեստ եմ ուզում անել չթողեի համեցեք ուղղակի ընդունված է բանավեճ եւ այլն ասել ես ուզում եմ ողջունել Ես համաձայն եմ այո Ինչ որ բանարեցինք մնում է այս տաղավարում անպայման Իսկ որ հզոր պետություն իմ ամբողջ պայքարն է որ ունենանք հզոր Արդեն պետություն Իմ վերջին ստեղծագործությունն հենց այդ մասին է Ուղղակի էս ջեստ է Լավ արեցիր Շնորհակալություն Հրապարակավ հարվածում ես արժեքին Դա չի նշանակում առողջացնել, դա նշանակում է Իսկ ով արժեքին հարվածում կներեք Հրապարակավ, երբ հարվածում են արժեքին Այսինքն եթե հոգևորականը խախտում է Դա հոգևորականի ուրեմն գողությունը անում, արտասպանությունը անում, չի կարելի դրան ասել Ուրեմն դրան չեն տանում դնում իրանց կողը Այդ ով որ ասում է սա արել է նման մեկին չի տանում դնում իր կողքը ասում սա է Ոնց որ թե առաջնորդն է այդ ամեն ինչով զբաղված 30 Կճոյանը զբաղված չի Ժողովուրդ ջան Կճոյանն է զբաղված Բայց չէ միկրոտարակական Ես աթեիստ եմ, ես ձեր եկեղեցի բաների հետ չեմ ասում Ես այս պրինցիպի մասն եմ Այդտեղ չկա արդարություն Կա ընդհանրապես Փաշազադեի հրահանգի կատարում Ինչի Փաշազադե եթե Փաշի Եթե Կճոյանին կամ մյուս տիրադավներին, որոնք պղծված են, չտաներ իր կողքը դներ, ես կասեի լավ, ինչ որտեղ, հասկանում ես, դու բանի պղծության դեմ ես պայքարում պիղծով, պիղծինքո կողքը դնելով, կնայեք, մեր թեման էդի չի այսօր, ես ենթադրում եմ, որ քրիստոնեության մեջ զղջալու եւ մեղքի կավության Խնդրում եմ ժողովուրդ ջան, մենք սկսում ենք արդեն